Մենք այսօր խոսելու ենք այն թեմայի շուրջ, ինչ որ արդեն երկու կիրակյա խոսում ենք, որ մեկ ընդհանուր վերնագիր ենք վերցրել նմանվել Տեր Հիսուսին եւ մի պատգամների շարք տարբեր բաների մեջ, թե ինչպես նմանվենք եւ ինչում նմանվենք մեր Տեր Հիսուսին։ Ես ուզում եմ նմանվել նրան։ Դու ուզում ես։ Այսօր խոսելու ենք բարեխոսության մասին։ Նմանվել Տեր Հիսուսին բարեխոսության մեջ։ Ինչ է բարեխոսությունը։ Բարեխոսությունը կապ ունի քահանայական իշխանության հետ։ Բարեխոսողը կանգնում է Աստծո առաջ եւ ասում է. ես այս մարդկանց համար բարեխոսում եմ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք դա ինչ է։ Դա ծառայություն է։ Դա քահանայական ծառայություն է։ Ես կանգնում եմ եւ բարեխոսում եմ իմ ընտանիքի համար, որը դեռ գուցե Աստծո կամքի մեջ չի, բայց ես կանգնում եմ Աստծո եւ այդ մարդկանց մեջտեղում եւ ասում եմ. Տեր, այս մարդկանց մեղքերը ների, խնդրում եմ քեզ, այս մարդկանց մեղքերը ների, իրենց իմաստություն տուր, իրենց հնարավորություն տուր ապաշխարելու, իրենց սրտի հետ աշխատանք տար։ Տեր, տեսնում ես մեկը մի չար բան արել, ասում ես. Տեր, խնդրում եմ քեզ, մեղք մի հաշվի իրան։ Մանավանդ որ քո հանդեպ չար բան արել, հաստատ իրավունք ունես ասելու, ինձ չէ վնասել իմ Աստված։ Ինձ է վնասել, այսօր ոնց է որ դատարան են ընկնում, մի կողմը չի բողոքում, գործը հեշտ կարողանում են ծածկել, փակել, ճիշտ է։ Ասում է ճիշտ է, ինքը ինձ վնաս է տվել, բայց ես չեմ բողոքում։ Բարեխոսը կանգնում է Աստծո առաջ, ասում է սա ինձ վնասել է, սա իմ տունը քանդել է, սա իմ դժբախտությունների պատճառն է, սա ինձ հացից կտրել է, բայց ես չեմ բողոքում։ Հայր, իրա արած մեղքը իմ հանդեպ մեղք մի հաշվի։ Հասկանում եք ինչա լուրջ բան է, որ մենք պիտի նմանվենք մեր Տիրոջը։ Եվ սա քահանայական ծառայություն է, որովհետև Աստվածաշնչում մենք տեսնում ենք, որ իշխանություն ունեցող մարդիկ էին կանգնում, նման Մովսեսին։ Մովսեսը Աստծո հետ 40 օր լեռան վրա անցկացրեց, ծոմի աղոթքի մեջ, Աստված օրենքն էր տալիս Մովսեսին։ Մարդիկ ինչ արեցին։ Ոսկե հորդ շինեցին եւ երկրպագեցին։ Աստված իրանց հրաշքով հանել էր Եգիպտոսի երկրից։ Տեսել էին 10 պատուհասները, տեսել էին ոնց է ծովը բացվում, իրանք անցնում են, տեսել էին ոնց է ամպիսյունը առաջնորդում ցերեկը, կրակիսյունը գիշերը առաջնորդում։ Եվ այդքան բանից հետո Մովսեսը ուշացավ, ասեցին 40 օր առանց հաց, առանց ջուր, մարդ կարա։ Ուրեմն մեռավ Մովսեսը, որ մեռավ, եկեք մեզ մի հատ ոսկուց արձան սարքենք եւ պաշտենք, ասենք այս Աստված է մեզ հանել Եգիպտոսից։ Եվ Աստված տեսավ վերևից, ասեց. ինչ անհավատ են այս ժողովուրդը, ես պիտի պատժեմ, ոնց որ Նոյի օրերի ժամանակ պիտի վերացնեմ այս ազգը, Մովսես, ոնց որ Նոյից սերունդ հանեցի, նենց քեզանից եմ սերունդ հանելու։ Ինչ եք կարծում Մովսեսը ինչ արեց։ Կանգնեց ու ասեց. Տեր Աստված, ների իրենց։ Ճիշտ է իրանց արածը, ահա որ մեղք է, բայց ների իրենց։ Եթե իրանց կործանելու ես ինձ էլ, տեսեք բարեխոսը ինչ անում, բարեխոսը իրան նույնացնում է մեղավորների հետ։ Եթե իրանց կործանելու ես ինձ էլ կործանի։ Իսկ եթե ես քո առաջ արժանիք ունեմ, որ դու ինձ չես ուզում կործանես, խնդրում եմ ինձ լսի, իրանց էլ մի կործանի։ Հասկանում եք բարեխոսը ինչ անում։ Եվ մենք պիտի նմանվենք Տեր Հիսուսին, որովհետև Տեր Հիսուս գրված է, որ Աստծո աջ կողմը նստած բարեխոսում է մեզ համար։ Սատանան գալիս է, գրված է, որ չարախոսում է եւ ասում է. Այս ինչ մեկը տեսնում ես, որ քո այս պատվիրանը չի պահում։ Կա չէ, մեր մասին է չէ խոսում։ Ճիշտ է, չէ ասում։ Տեսնում ես, որ ես ինչ հարցում քեզ հավատարիմ չի։ Տեսնում ես, որ կարար ես ինչ բարություն աներ չարեց։ Տեսնում ես, որ ես ինչին չի կարողանում ների,
թեև դու իրան ներել ես, լրիվ ճիշտ բաներ ասում, բայց չար բաներ ասում։ Կողքից Հիսուսն ասում է. հայր, ես նայի ինքը որ չարը անում է, ինքը չի ուզում անի, տես որ ինձ սիրում է, տես որ գոնե ջանք է անում, ամեն տարի մի քիչ փոխվում է, ամեն ամիս իր կյանքում, տես որ ուզում է ինձ նմանվի, հա, իսկ ոչ մի բան չի կարող անի, տես որ ուզում է ինձ նմանվի, դուք ուզում եք Հիսուսին նմանվեք, ինքը ձեզ համար բարեխոսում է, ասում է հայր, ես իր մեղքերի համար պատժվել եմ, խնդրում եմ քեզ ների մի հատ էլ շանս տուր։ Հիշում եք այն պատմությունը, որ գալիս է այգեպանը, գալիս է տերը, որ ծառը կտրի, որովհետև ծառը պտուղ չէր տալիս։ Այգեպանը համոզում ասում եք մի տարի էլ, այս տարի էլ պարարտացնենք, գոմաղ պլսնենք, փորենք կողքը, գուցե այս տարի տա։ Այդ բարեխոսությունը հենց դա է, ծառը իրականում արժանի է կտրվելու, որովհետև ինքը շուտ բանից պետք է պտուղ տար ու չի տալիս։ Բարեխոսը ասում է. Տեր, մի կտրի, խնդրում եմ քեզ։ Մենք պիտի նմանվենք Տեր Հիսուսին։ Սա շատ կարևոր ծառայություն է, որ երկրի վրա կենդանի լինողներին Աստված տրվել է բարեխոսել իրար համար։ Բարեխոսություն։ Մենք ընտրություն ունենք, նմանվենք սատանային, որ ճիշտ բաներ ասում ու չարախոսում է, ճիշտ բաներ, նայեք, շատերին չարախոսության մեջ, որ հանդիմանում ենք, ասում են, ինչի կարող է սխալ եմ ասում։ Հասկանում եք, կանգնում են, ասում են, այս ինչ մարդը սենց անում, սխալ անում, այս անում, բամբասում են եւ չարախոսում։ Հետն էլ ասում ես, ճիշտ գործ չի արած այդ, ասում է կարող է սխալ եմ ասում, ասում եմ, չէ, սխալ չես ասում, ինչ որ ասում ես, ճիշտ ես ասում։ Բայց ում ես նմանվում։ Սատանան որ ասում է սխալ է ասում։ Հիմա որ մեզանից գնա ասի, ես ինչ թերություններ ունի, սխալ է ասում։ Չէ։ Հիմա ում նմանվենք։ Նրան որ ասում է Տեր Աստված հլնայի արժանի չի, ես ինչ բաներն անում, թե նրան որ ասում է Տեր հլնայի, տես որ ուզում է փոխվի։ Ում նմանվենք։ Բարեխոսին, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, ամեն։ Եվ հիմա ուշադիր լսեք։ Ովքեր էին բարեխոսում, քահանաները, քահանայապետը գալիս էր եւ ժողովրդի մեղքերի համար բարեխոսում էր։ Զոհեր մատուցում։ Եվ ասում էր Տեր, ների ես ժողովրդի մեղքերը։ Հոբը, իր արդար հոբը, իր երեխաների համար բարեխոսում էր։ Բարեխոսությունը կապ ունի իշխանության հետ։ Մենք կարող ենք մեր երկրի համար բարեխոսել։ Մենք կարող ենք մեր հարազատների համար բարեխոսել։ Դու կարող ես քո հարևանի, քո ընկերուհու, քո ծնողի համար բարեխոսել, եւ սա ճանապարհ է բացում նրա փրկության համար։ Տերը լսում ու արդարի աղոթքը գրված Աստվածաշնչի մեջ։ Իսկ մենք արդյոք իրավունք ունենք այդ քահանայական ծառայությունը կատարելու։ Եկեք նայենք Աստվածաշնչին։ Հայտնության գիրք, առաջին գլուխ, 5-րդ խոսքը։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, որ մեռելներից անդրանիկն է, եւ երկրի թագավորների իշխանը, նրան, որ մեզ սիրեց, Տեր Հիսուսը մեզ սիրել է, ճիշտ է, եւ հիմա էլ սիրում է։ Նրան, որ մեզ սիրեց, մեր մեղքերից լվաց մեզ իր արյունով, ամեն։ Քեզ քո մեղքերից լվացել է, իր արյունը ինձ լվացել է իմ մեղքերից։ Հիմա նայեք, ասում է մեզ սիրեց, մեզ մեր մեղքերից լվաց իր արյունով, եւ մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Աստծո եւ իր հոր համար, նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից, ամեն։ Ինչ էր ասում էր մեզ սիրեց, մեզ լվաց իր արյունով մեր մեղքերից եւ մեզ թագավորներ ու քահանաներ արավ։ Սա ում է վերաբերվում։ Ում որ մաքրեց։ Նրան էլ քահանայական իշխանություն տվեց։ Եկեք տեսնենք Պետրոսն ինչ ասում, առաջին Պետրոս 2-րդ գլուխ, 5-րդ խոսքը։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ում ասում, կենդանի քարերին, որոնցից
Եկեղեցին կազմված է կենդանի քարերից, այդ տաճարը, Աստծո տաճարը կենդանի քարերից, որոնք ապաշխարած մարդիկ են։ Ասում է ձեզ սուրբ քահանայություն է սարքել, որ հոգևոր պատարակներ մատուցեք, ինչպես քահանան գալիս էր եւ զոհեր մատուցում եւ բարեխոսում էր ժողովրդի մեղքերի համար, որ Աստվածների, այնպես մենք այսօր կանչված ենք հոգևոր քահանայության, որ հոգևոր պատարակներ մատուցենք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Նրա նմանությամբ, գիտեք ինչքան հաճելի է Աստծուն, որ սատանայի բոլոր ճիշտ ասած չարախոսությունների կողքին Տեր Հիսուս իր բերանը փակում է ու ասում է լսի, ես վճարել եմ, Հայր ներիր իրանց։ Գիտեք ինչ մեծագույն բարեխոսություն էր, երբ որ խաչի վրա իրեն ծաղրողներին իր ձեռքերը մեղողների համար ասում էր Հայր ներիր սրանց, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Սա մեծագույն բարեխոսությունն է։ Ու մենք նմանվում, երբ որ մեկը մեր հավին կշայ է ասում, երբ որ մեկը մեր ոտքը տրորում է, որ մեկը մեր շահին է կպնում, երբ որ մեկը մեզ թարս է նայում կամ մեզ համապատասխան պատիվ չի տալիս, մենք արդյոք իր համար բարեխոսում ենք, թե նմանվում ենք այն մեկին, որ հավաքում ենք մեր կողքը մարդիկ ու ասում ենք, բա էսի անելու բաներ որ արեց, ում ենք նմանվում սիրելիներ, եկեք ապաշխարենք եւ ասենք մենք մեր Տիրոջն ենք նմանվելու։ Եթե իմ կյանքում մեկը կա, որ ինձ վիրավորում է, եթե իմ կյանքում մեկը կա, ով ինձ նյարդայնացնում է, եթե իմ կյանքում մեկը կա, ով ինձ հունից հանում է, ես պիտի ասեմ Տեր, ներիր։ Ես ներում եմ, իմ հանդեպ չի անում, ես իրան մեղք չեմ անում, բողոք չունեմ, գործը փակի։ Հասկանում եք ինչա բարեխոսությունը։ Բողոք չունեմ, իմ հանդեպ չի արել, ինձ չէ վնասել։ Ավտոյով եկել խփել այն ոտնա չէ ջարդել, չեմ բողոքում, արդեն ինչ եք ուզում։ Այնտեղ մեկը կա, որ քեզ ասում է բողոքի դրա գլխին գործ սարքեմ։ Հենց դու բողոքես, սատանան գործ է սարքելու իր գլխին։ Չբողոքես։ Մենք պիտի նմանվենք բարեխոսող մեր Տիրոջը։ Ամեն։ Բարեխոսողը իրեն դնում է մեղավորի փոխարեն։ Պատկերացնում որ ինքը լիներ, ինչ կուզեր։ Տերն ասում էր, ինչ որ կուզեք մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք։ Դուք ելնում ա չէ որ մարդկանց դիտավորյալ կամ պատահաբար նեղացնում եք, լինում ա թե չէ։ Լինում ա անկախ քեզանից։ Հիմա ինչ կուզեիր որ այդ նեղացողը աներ։ Ինչ հրաշալի կլներ, չէ որ կաններ քո համար աղոտ կաներ, ասեր Աստված ջան ների իրան, չհասկացավ ինչ արեց, մարդը, հիմա կարող է դիտավորյալ արեց, կարող է դիտավորյալ չարեց, դա չի կարևոր, ես իրանից չեմ վիրավորվում, լավ կլներ որ քեզ տենց անեին, ինչ լավ կզգայր, որ գալ մի հատ էլ փաթաթվեր քեզ, ինչ որ կուզես քեզ անեն, այդ նույնը դու արա մարդկանց։ Քահանան պիտի սրբվեր, որ կանգներ Աստծո առաջ։ Ամեն քահանա չէր կարագար։ Քահանան հատուկ մաքրվում էր, որ կարողանում էր բարեխոսել։ Քահանան, որ անսուրբ կերպով գար Աստծո ներկայության առաջ, կմեռներ։ Հիմա նայեք, ինչն է, այդ մինչև բարեխոսությունը երկու բան կա, որ մենք պիտի անենք։ Դա մեզ մաքրում է, դա մեզ պատրաստում է քահանայական ծառայության։ Եվ սա շատ կարևոր է, որ նմանվելու համար Տեր Հիսուս ինքը սրբվելու կարիք չուներ, ինքը միակ սուրբն էր։ Բայց մենք, որպեսզի իր քահանայությունը շարունակենք, մենք պիտի սրբվենք։ Եվ հա տեսեք որն է սրբվելու ճանապարհը։ Առաջին բանը խոստովանությունն է։ Մինչև բարեխոսությունը նախ դու պիտի խոստովանություն ունենաս։ Ինչ է խոստովանությունը։ Եկեք կարդանք Սաղմոս 33, եթե չեմ սխալվում։ 32 առաջին 5 խոսքերը։
Երանի նրան, որի անօրենությունը թողվեցավ և որի մեղքը ծածկվեցավ, երանի այն մարդուն, որ Տերն անօրենություն չի համարում նրան և նենգություն չկա նրա հոգիի մեջ, երբ որ ես լուռ կացա, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով։ Դավիթ թագավորը ասում է, երանի են մարդին, ով ներվում Աստծուց։ Ներվելը մեր մաքրվելն է։ Հիմա ասում է, քանի դեռ լուռ էի, մեղքը կար մեջս, ես էլ լուռ էի, ոսկորներս մաշվեցան ամեն օր իմ հառաչելով, որովհետև ցերեկ և գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա և իմ թացությունը ամառվա չորության դառավ, բայց ես մեղքս հայտնեցի քեզ և անօրենությունս չծածկեցի, ասեցի, թե անօրենությունս խոստովանեմ Տիրոջը, և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ Նայեք, քանի դեռ մեղքի իմ մեջ կրում էի, գիտեի, որ սխալ եմ անում, հառաչում էի իմ մեջ, տառապում էի, ոսկորներս մաշվում էին, հիվանդություն է գալիս դրանից, բայց երբ որ հանեցի և խոստովանեցի իմ Աստծուն, իմացա, որ երբ որ խոստովանեցի, ասեցի, Տեր, սխալ եմ անում, որ ասում է, ընդունեցի, չոր կող ալինում, որ չի ընդունում, չէ, ասում են, պնդաճակատ են ասում, բադոշ են ասում, ինչ ասես ասում են, հիմա ասում է, չեմ անում, կամ անում եմ, ով չի անում, որ, արդարացնում է, քանի դեռ արդարացնում է ինձ, ասում է, եսի թող սենս չանի, ես էլ սենս չանեմ, փոխի իմ իրավիճակը, որ ես կարենամ սուրբ կյանք ապրեմ, Աստված ասում է, չէ, քանի դեռ դու չես խոստովանել, որ դու սխալ ես անում, մաշվելու ես, հենց խոստովանեցիր, թեթևանալու ես, որովհետև Աստված ներելու է քեզ։ Երկրորդ Թագավորաց 12-ի 13-ը Երբ որ Դավիթ թագավորին այդ ահավոր մեղքի մեջ, մարդասպանության և շնության մեղքի մեջ գալիս է և հանդիմանում է Նաթանը, Նաթան մարգարեն, Դավիթ պատասխանում է, մեղանչել եմ Տիրոջ դեմ, և Նաթանն էլ ասում է Դավթին, Տերն էլ ներեց քո մեղքը, չես մեռնի։ Ինչ ահավոր մեղք էր գործել Դավիթը։ Մի բան ասեց, ընդունում եմ իմ սխալը, էլ չեմ անում։ Նաթանն էլ ասեց, Տերն էլ ներում է քեզ։ Էլ երկար բարակ չբացատրեց, բա գիտես քո մեղքը սենց, քո մեղքն էս, ընդունեցիր, ներվեցիր, չես մեռնի։ Ինչքան պարզ է Տիրոջ մոտ։ Ոչ թե Սավուղի նման, գիտեք, կեղծ խոստովանություն կար Սավուղի մոտ էլ Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 24-ից 31 հատվածը որ կարդամ 15-րդ գլուխ Սավուղը ասեց Սամուելին 15 Առաջի Թագավորաց 15-ի 24-ից Սավուղը ասեց Սամուելին մեկ ուրիշ մարգարե եկել էր եւ հանդիմանում էր հիմա նայեք Սավուղն էլ նույն բան ասում մեղք գործեցի որ Տիրոջ հրամանները եւ քո խոսքերը զանց արեցի որովհետև ժողովրդից վախեցա, նրանց խոսքը լսեցի, և հիմա աղաչում եմ քեզ, ներիր իմ հանցանքը և ինձ հետ դարձիր, որ Տիրոջը երկրպագություն անեմ։ Եվ Սամուելը, Տիրոջ մարգարեն զգաց, որ կեղծ էր, չէր զղջացել։ Հետո որ կարդակ, ասում է ես չեմ գա, Տերը քեզ թողել, ասում է ոչինչ Տերը թողելա, դու արի, որ մարդիկ գոնե տենան, որ դու իմ հետ ես, թե չէ դու որ չգաս մարդիկ կմտածեն Աստված ինձ թողելա, ոչինչ որ թողելա, բայց գոնե մարդիկ չմտածեն այդպես։ Տեսեք, կեղծ չեր ապաշխարել։ Իր համար մարդկանց կարծիքը ավելի կարևոր էր, քան թե Աստծո կարծիքը։ Թեկուզ ասում եմ մեղք գործեցի, մենակ ասելը բավարար չի։ Պիտի զղջա մարդը։ Պիտի հասկանա, որ Աստծո կարծիքը մարդկանց կարծիքից կարևոր է։ Դավիթը ասեց խայտառակ եմ ելնում, խայտառակ կլինեմ, ամբողջ թագավորությունով հայտարարեք։ Այս մեղքը ես գործել եմ, բայց ապաշխարում եմ։
Սա ուղղակի ասում էր թող չիմանան։ Հասկանում եք տարբերությունը։ Խոստովանությունը սրբում է, խոստովանությունը քեզ պատրաստում է, որ դու մաքուր կանգնես թագավորի առաջ քահանայական ծառայության բարեխոս լինելու շրջապատիդ մարդկանց մեղքերի ներման համար։ Եզրաս 9:6-15 խոսքերը։ Եզրասի գիրքը Նեհեմիայի գրքից առաջ է, ասեմ որ գտնեք տեղը։ Եզրաս 9-րդ գլուխ 6-15։ Եվ ասեցի. ով իմ Աստված, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնելու։ Ով իմ Աստված, որովհետև մեր անօրինությունները մեր գլխիցը վեր բարձրացան եւ մեր հանցանքը մեծ է մինչև երկինքը։ Մեր հայրերի օրերից ի վեր մենք մեծ մեղքի մեջ ենք մինչև այսօր, եւ մեր անօրինությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները մատնվեցինք երկրների թագավորների սրի, գերության, հափշտակության եւ սևերեսության ձեռքը, ինչպես որ այսօր կա։ Եվ արդ մի փոքր վայրկյան ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, եւ մեզ հաստատել տվեց իր սրբության տեղում, որ մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը, եւ մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ, որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայության մեջ էլ չձգեց, չթողեց մեզ մեր Աստվածը եւ Պարսից թագավորների շնորհքը մեզ վրա դարձրեց, որ մեզ հանգստություն տա մեր Աստծո տունը կանգնեցնելու եւ նրա ավերակները վերականգնելու եւ Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։ Եվ արդ ինչ ասենք, ով մեր Աստված այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանքները, որ քո ծառա մարգարեների ձեռով պատվիրեցիր ասելով, այն երկիրը, ուր որ գնում եք նրան ժառանգելու համար, գարշելի երկիր է, երկրների ազգերի գարշություններով եւ նրանց պղծություններով, որոնցով լցրել են նրա ծայրը ի ծայր, իրենց անմաքրությունով։ Ուրեմն ձեր աղջկերքը չտան նրանց որդիների եւ նրանց աղջկերքը չառնեք ձեր որդիների համար եւ նրանց խաղաղությունը եւ բարությունը չուզեք հավիտյան, որպիսի զորանաք եւ ուտեք երկրի բարիքը եւ ձեր որդկանց համար հավիտյան ժառանգություն թողեք նրան։ Եվ այս բոլոր մեր չար գործերի եւ մեր մեծ հանցանքի պատճառով մեզ վրա գալուց հետո, թեպետև դու ով մեր Աստված մեզ խնայել ես մեր անօրինությունից շատ եւ մեզ այսպես փրկվածներ ես տվել, արդյոք կրկին քո պատվիրանքները զանց անենք եւ այս գարշելի ազգերի հետ խնամություն անենք, միթե չես բարկանա մեզ վրա, որ մեզ սպառես մինչեւ մնացորդ եւ փրկված չլինի, ով Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկված մնացինք, ահա մենք քո առաջին ենք մեր հանցանքներով, թեև այս պատճառով քո առաջին կանգնել չի լինի։ Եզրասը ամենասուրբ մարդկանցից մեկն էր, որ այս հանցանքը չէր գործել եւ ինքը խոստովանում էր իր հայրերի գործածը եւ իր ժողովրդի գործածը, որովհետեւ Եզրասը այդ մարդկանց առաջնորդն էր։ Մենք քահանաներ, լսեք, հիմա մի բան եմ ասում, շատ կարևոր է։ Մեր երկրի վիճակի պատասխանատուները վատ իշխանությունները չեն։ Մեր երկրի վիճակի պատասխանատուները քահանաներն ենք, որ չենք բարեխոսում երկրի համար։ Այդպես ասում գիրքը, ոչ թե ես։ Երբ որ քահանաները չեն բարեխոսում, իսկ այսօր շատ քահանաներ ասելով մեզի նկատի ունեմ հավատացյալներիս, որ Հիսուս Քրիստոսի արյունով սրբված ենք, որ կենդանի քարերն ենք նրա տաճարի մեջ, որ ասում է սուրբ քահանայություն։ Մենք բողոքում ենք երկրից եւ ոչ թե ասում ենք Տեր, ներիր մեր հայրերի հանցանքներն, մեր հանցանքներն են, մեր այսօրվա կառավարության հանցանքներն են, խնդրում ենք ների եւ մեղք մի հաշվի։ Մենք ենք չէ դուժողը։ Մեր հանդեպ են չէ անում։ Կարանք բարեխոսենք։ Չէ, մենք չարախոսում ենք։ Նմանվենք Տեր Հիսուսին,
Խոստովանությունը մաքրում է մեզ։ Նույնպես Դանիելը 9-րդ գլխում բացեք կկարդա կանգնում է եւ իր ազգի բոլոր մեղքերի համար ներողություն է խնդրում։ 9-րդ գլխի 7-ից 11 համարն է։ Հակոբոս 5:16-ը խոստովանության մասը, քո անձնական մեղքերի, քո երկրի մեղքերի, քո շրջապատի, քո ընտանիքի, Հակոբոս 5-րդ գլուխ 16-րդ խոսքը ասում է. իրար խոստովանեցեք ձեր հանցանքները եւ իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք։ Շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Ինչ կապ ունի խոստովանությունը բժշկության հետ։ Հաջորդ կիրակի մեր մոտ բժշկության օրը, գիտեք։ Հաջորդ կիրակի մեզ մոտ բժշկության օրը։ Եթե կան հիվանդներ, եթե կան մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, կապանքներ ունեն, վախ կա կամ անհանգստություն կամ էս կամ այն, հրավիրեք։ Բայց մի բան իմացեք, դուք պիտի բարեխոսեք իրենց համար, մինչև իրենց այստեղ գալը։ Մինչև իրենց այստեղ գալը դուք պիտի բարեխոսեք, իսկ բարեխոսության համար առաջին հերթին պիտի խոստովանեք։ Ում իրար խոստովանեք, որպեսզի բժշկվեք։ Գաղտնիք կա խոստովանության մեջ։ Դա պատվեր Աստծուց։ Առաջին Հովանու, առաջին գլուխ 7-ից 9 խոսքերը։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողի մեզ եւ սրբի մեզ ամեն անիրավությունից։ Առանց սրբվելու, առանց անիրավություններից ազատվելու, առանց Հիսուս Քրիստոսի արյունը քո վրա ունենալու, առանց այդ նշանի դու չես կարող բարեխոսություն անես։ Ուղղակի չես կարող։ Կասես տերների ես մարդկանց կասի դու ով ես։ Մեկը լինի քեզ համար ասի։ Խոստովանիր ասա Տեր, ճիշտ է, ես այս թերություններ ունեմ, բայց խոստովանում եմ, խնդրում եմ ներես, հետո կանգնիր ու ասա հիմա ինձ ներել ես, հիմա ես ազատ եմ, ոսկորներս էլ չի մաշվում, որովհետև խոստովանեցի եւ ոչ միայն խոստովանեցի, այլ գիտես, որ ես չեմ սիրում այդ մեղքը։ Դու գիտես, Հայր, որ ես այդ մեղքը արդեն ատում եմ, ոչ թե սիրում եմ։ Եվ հիմա ես գալիս եմ այս մարդկանց համար բարեխոսելու։ Հրաշք կլինի։ Հավատացեք, այս աչքերը տեսնելու են, քո աչքերը տեսնելու են լիքը հրաշքներ, տեսնելու են բժշկություններ, եթե առաջ խոստովանությունը գա քո կյանքում։ Ուրիշի կյանքում, ասում եմ, իմ աշակերտները իշխանություն եմ տալիս, գնացեք, ում վրա ձեռք դնեք, աղոթ կանեք, կբժշկվի, դևեր դուրս կգան, կաղերը կքայլեն, կույրերը կտեսնեն։ Ասում է Տերը, թե չէ։ Ասում է։ Մեզ մնում է քահանայական սրբությունը, քահանայական իշխանությունը ունենք, մնում է սրբությունը, խոստովանությունով, որպեսզի գա մեր կյանքի մեջ։ Եվ խոստովանության արդյունքը Ղուկաս 18-րդ գլուխ 13-14 խոսքերը։ Հիշում եք, Տերն էր ասում, որ երկու մարդ գնացին տաճար աղոթք անելու, Փարիսեցին եւ Մաքսավորը։ Փարիսեցին աղոթում էր, որ Աստված ջան, գոհանում եմ քեզանից, որ ես սրանման մեղքեր չեմ գործում։ Տես Մաքսավորը էս անում է, կաշառկա վերցնում, էս անում է, ոնց ենք ասում։ Ուտում են, լափում են, էս են անում, ժողովրդի մասին չեն մտածում։ Մենք լավ ենք Տեր Աստված, մեկտես բաներ չենք անում, այսի Փարիսեցու աղոթքն է։ Իսկ Մաքսավորը ինչ էր անում։ Մաքսավորը ասում էր հետևյալը 15
3:14 խոսքերը։ Եվ Մաքսավորը հեռու կանգնած իր աշկերն էլ չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. «Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս»։ Մնացեք շարունակությունը, խոստովանության արդյունքը։ Ասում եմ ձեզ, թե սա արդարացած իջավ իր տունը, քան թե նա, որովհետեւ ամեն մեկը, որ իրեն բարձրացնում է, խոնարհվի, իսկ իրեն խոնարհեցնողը բարձրանա։ Ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ քո աչքի գերանը տես։ Երբ որ գաս ու ասես Տեր, այս գերանը հանի, Տերը կհանի։ Բայց եթե ասում ես Տեր, հələ նայի սրանց աչքերը, իմը ինչա որ, հələ դրանց աչքերը նայի, թե առաջ քոնը խոստովանի, հետո մնացածը։ Ամեն։ Խոստովանությունից հետո շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ է դավանությունը։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ։ Առաջին ուրեմն խոստովանություն, հետո դավանություն, հետո նոր բարեխոսություն։ Հիմա դավանությունը ինչ է։ Դավանությունը շատ կարևոր մի բան է։ Մատթեոս 10-րդ գլուխ 32-33 խոսքեր։ Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ հոր առաջին, որ երկնքում է։ Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքում է։ Հիմա նայեք, սատանան գնում է չարախոսելու ու գալիս է չարախոսելու։ Սկսում է ինչ-որ մեկից, որ Հիսուսին չի դավանում, չարախոսել։ Հա? Հիսուսը ինչ անում։ Ասում է դու ինձ ուրացար իմ հոր առաջին, մարդկանց առաջին, ես էլ քեզ իմ հոր առաջին եմ ուրանում, ես չգիտեմ դու ով ես։ Հիշում եք ինչ է ասում։ Մեզ թվում է թե Հիսուսը այնքան բարի է, որ կյանքում տես բան չի ասի։ Ոչ, գրված է, ասում է ես ձեզ չեմ ճանաչում, հեռու գնացեք ով անօրինություն գործողներ։ Դու ամաչեցիր իմ անունը մարդկանց առաջին դավանելուց։ Ամաչեցիր, որ էսի էնի իմանամ, որ դու հավատացյալ ես։ Տեղը եկած տեղը ամաչեցիր, խոսայր։ Դե հիմա էլ ես եմ ամաչում։ Հասկանում եք, դավանությունը շատ կարևոր մի բան է։ Հստակ է, չի ասում, ով որ ինձ մարդկանց առաջին դավանի, դավանել նշանակում է ես Հիսուսին ընդունում եմ որպես իմ կյանքի Տեր եւ Փրկիչ, մարդիկ նայեք ինձ եւ պատկերացում կազմեք ինչպիսին է լինում հավատացյալը։ Կարանք տենց ասենք։ Այդ չի կարող ասի այն մարդը, ով որ իր հարևանի հետ լավ լեզվակռիվ տվել, չի կարող ասի այն մարդը, ով որ թաքուն մի բան գողացել է, չի կարող ասի այն մարդը, ով որ ինչ-որ մի վնաս է տվել, եկել եմ վրեդ կռիվ, դու էլ իրանց դրել ես տեղը, գնացել ես, հետո էլ ասես նմանվեք, տեսեք ես ինչ ձևի հավատացել, այս է ցալին հավատացել, չես կարող։ Բայց եթե անգամ տես բան եղել, կա խոստովանություն եւ ապաշխարություն։ Գնացքը չի գնացել դեռ, քանի դեռ շնչում ես, շանս ունես ապաշխարելու, բայց շատ ավերածություններով չանցնես։ Երկն ասում է, այն օրը, որ լսեցիր խոսքը, այդ օրն է ապաշխարության։ Մի ասա վաղը, այսօր դու ամաչում ես Հիսուսի անունից, մարդիկ քեզ նայելով, ասում է ձեր լույսը այնպես լուսավորի մարդկանց առաջին, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառք տան ձեր հորը, որ երկնքում է։ Մարդիկ ասում են, ավելի շատ լսել եմ, մեր հարևանը հավատացել է։ Վայ, ես չեմ ուզում հավատքի մասին լսեմ, բայց լսել եմ նաև, այո մեր հարևանը հավատացյալ է, իրան այդքան էլ չենք սիրում, բայց Երանի սաղ իրան նման լինեին, ես էլ եմ լսել, հիմա իմ ու քո մասին ինչ են ասում, դա մեր դավանությունն է, առաջինը մեզանից է կախված, մենք ամաչում ենք թե չենք ամաչում, երկրորդը մեր պահվածքից է կախված, որովհետև Հռոմեացիների 10-րդ գլուխ 9-10 խոսքերը եթե կարդանք, կհասկանանք, որ դա փրկության հետ կապ ունի։ 9-10 խոսքերը Հռոմեացիների 10-րդ գլուխ, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից կապրես, քանզի սրտով հավատում են արդարանալու համար, բերանով դավանում են փրկվելու համար։
Ես հավատում եմ Հիսուսին, լավ ես անում, բա դավանությունը ուր է։ Բա ուր է, որ քեզ ասեն այ իսկական հավատացյալ։ Տեր Հիսուսը Նաթանայելին տեսավ, ասեց այ իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Հիմա մեզ ինչպես են ասում։ Առաջինը մենք ինչ ենք ասում, երկրորդը մեզ ինչպես են ասում։ Սա է դավանությունը։ Թե չէ հավատում ենք Հիսուսին, գրված է դևերն են հավատում։ Ի տարբերություն ձեզ նաև սարսափում են։ Բայց ուզում ես իմանալ, ով դատարկ մարդ, այդպես է գրած, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Այ քո գործերով հավատքը կենթանի հավատքն է, որ դավանություն է դառնում։ Երբ որ դու խոստովանել ես, մաքրվել ես եւ դու դավանում ես Հիսուսին, դու պատրաստում ես իսկական քահանայական ծառայություն։ Այդ ժամանակը, որ բարեխոսական ծառայությունը ուժ ունի, բարեխոսական ծառայությունը զորություն ունի։ Ես ուզում եմ նմանվել իմ Տիրոջը։ Ամեն։ Երբ որ առաքյալներին վերցրեցին գործք առաքելոց 4 գլխում է դա նկարագրված, տարան, ծեծեցին, բան դրեցին, հետո հանեցին, ասեցին մյուս անգամ Հիսուսի անունով չխոսակ, այդ անունը չլսենք, ասաց մենք չենք կարա, կուզենք մեզ սպանել, մենք չենք կարա, այսինքն իմ կյանքից առավ է, ոնց չխոսանք, չասեք, որ ինքը հարություն է առել, եկել եք գողացել եք իրան, ասում եք հարություն է առել, գերեզման տենց էին ասում, ասում են գերեզմանից գողացել եք, ստից ասում եք, ոնց չասենք, մենք տեսել ենք, հարություն առած Հիսուսին տեսել եք։ Հիմա մեզ ինչքան էլ ուզում ստիպեն, ասեն դուք իրավունք չունեք Հայաստանում քարոզելու, էսային, դու ոնց չքարոզենք, երբ որ մեր կենթանի Աստված մեզ ասել է գնացեք ու քարոզեք։ Ոչ միայն Հայաստան, այլ ամբողջ աշխարհը։ Մեղավորներին ապաշխարության բերեք, սատանայի իշխանության տակ գտնվողներին բերեք Աստծո թագավորության մեջ։ Ինչ ուզում եք արեք, մեկը անելու ենք։ Չենք կարա չանենք, դա մեր դավանությունն է, մեր հավատքի դավանությունն է։ Ես Հիսուս Քրիստոսինն եմ, Հիսուս Քրիստոսը իմ Տերն է, նայեք իմ կյանքին և տեսեք։ Պողոս առաքյալն ասում էր նմանվեք ինձ, ինչպես ես նմանվում եմ Քրիստոսին։ Եվ մենք իզուր չենք վերցրել այս շարքը նմանվել Տեր Հիսուսին։ Մենք պիտի ինչ ենք անցել, երրորդն է, չէ՞ սա շարքերից, առաջինը Աստծուն վստահելու մեջ, երկրորդը համարձակության և խոնարհության մեջ, և երրորդը բարեխոսության մեջ։ Եվ դեռ շատ պատգամներ ա լինելու։ Շատ պատգամներ։ Բայց երանի թե խոսքը ոչ միայն լսողներ լինենք, այլ նաև կատարողներ, որ դու գնաս ու կանգնես ասես Տեր, իրոք դու ինձ քահանա սարքել ես ժողովրդի մեջ, իրոք իմ շրջապատում ես պիտի քահանայական ծառայություն անեմ, իրոք դե Սուրբ Հոգին ինչ կասի։ Եթե չհավատաս, բացի գիրքը, երկրորդ Պետրոս, առաջի Պետրոս, երկրորդ գլուխ, կարդա։ Բացի գիրքը, կարդա հայտնության առաջին գլուխը։ Եվ էլի շատ տեղեր, տես, որ հիմա քահանայական թագավորություն է Տեր Հիսուսի թագավորությունը։ Այսինքն քահանայական թագավորությունն ինչ է, որ այնտեղ բոլորը քահանաներ են։ Մելքիսեդեկի քահանայության կարգի պես քահանայապետ ունենք Տեր Հիսուսը։ Բա մենք ովքեր ենք։ Մենք այդ թագավորության քահանաներն ենք։ Նայեք առաջի Պետրոս երկրորդ գլխում շարունակության մեջ, որ կարդացի դրան շարունակություն կա։ 9-րդ խոսքը, բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չէիք, բայց հիմա ողորմվածներ եք։ Մենք այդ թագավորական քահանայությունն ենք, և մենք պիտի բարեխոսական ծառայություն ունենանք։ Մեկ բան էլ ասեմ դավանության մասին, անցնենք բարեխոսությանը։ Դավանությունը նաև քո հավատքի դավանությունն է։ Մենք հավատում ենք
երրորդության է, սա դավանություն է։ Մենք հավատում ենք, որ մեռելների հարություն կա, որովհետև Աստված այդպես է ասում։ Սա դավանություն է։ Մենք հավատում ենք, որ Տերը մեկ է, սա դավանություն է։ Մենք հավատում ենք, որ ուրիշ Աստված չկա, բացի ճշմարիտ Աստծուց։ Սա դավանություն է։ Սա հավատքի դավանություն է, բայց կա նաև քո անձնական հավատքի դավանությունը, որը երևում է քո նեղությունների ժամանակ։ Լսեք, նեղությունները լավագույն իրավիճակն են, լավագույն շանսն են, որ դու դավանություն անես։ Ինչ նեղություն ունեք։ Մեկը ֆինանսական նեղության մեջ է, մեկը առողջական, մեկը ընտանեկան, մեկը վախի, մեկը քո շրջապատը ամենամտերիմները գոնե գիտեն քո դժվարությունների մասին, ճիշտ է թե չէ։ Հիմա եթե դու Աստծուն ես պատկանում, կանգնում ես ու այդ շրջապատը, որ գիտի քո դժվարությունը, դավանում ես, ասում ես, լսեք։ Ես հիմա այստեղ եմ, ճիշտ է, դուք տեսնում եք։ Հիմա նայեք, ես աղոթելու եմ, ես խոստովանելու եմ, իմ սխալները ուղղելու եմ եւ իմ Աստված հավատարիմ է, որ ինձ այս վիճակից հանելու է։ Ես հավատում եմ, որ Աստված ինձ այս վիճակից հանելու է։ Եվ երբ որ կգա ժամանակ, եւ կգա այդ ժամանակը, որ Աստված քեզ կհանի այդ վիճակից, այս կողքի մարդիկ կասեն. «Փառք, այս մարդու Աստծուն, եթե իրան կարողացավ հաներ, մեզ էլ կարող անել, եկեք մենք էլ դառնանք այդ Աստծու հովանու տակ»։ Հասկանում եք, դավանությունը մեծ ուժ է։ Եվ եթե քո կյանքում նեղություն է գալիս է հենց նրա համար, որ դու սկսես դավանել քո շրջապատին, որ դու մենակ չես քո նեղության մեջ, որ ամենակարող Աստված քո ձեռքից բռնել է, որ դու չես կործանվի այդտեղ։ Չեք զգում ինչ մեծ բան է։ Եթե այդ նեղությունը չլինի, այդ կողքի մարդիկ բան չեն տեսնի քո կյանքում։ Հասկացեք, մարդը չի նայում, ասում է, գիտես, այս մարդը պրոբլեմ չունի, ինքը հավատացյալ է, տես չի լինում։ Մարդը նայում, ասում է, այս մարդը այս ինչ պրոբլեմներ ուներ, եւ ինքը դավանում էր, հիշում եք, որ ասում էր։ Հիմա տեսանք, որ ինքը ճիշտ էր ասում։ Դավանությունն է, որ բերում է հավատքի հրաշքը։ Եվ մենք խոստովանել, մաքրվելուց հետո պիտի դավանողներ լինենք, որպեսզի մեր քահանայական իշխանությունը ամբողջ ուժով գործի։ Առաջին Հովանու 2:1։ Հիմա հասանք բարեխոսությանը։ Առաջին Հովանես 2-րդ գլուխ, առաջին խոսք։ Իմ որդյակներս, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, եւ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք հոր մոտ, Հիսուս Քրիստոս արդարին։ Գրում եմ ձեզ, մի մեղանչեք, մեղք մի գործեք, բայց եթե գործեք էլ, իմացեք, վերջը չէր տա, ապաշխարեք, բարեխոս կա։ Այդ մեղքը քո վրա չի պտտվի գա մի հատ ձնագունդ, ընկնի ու քեզ կործանի։ Բարեխոս ունենք։ Ղուկաս 23:34։ Եվ Հիսուսն ասեց. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն ինչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելիս վիճակ գցեցին։ Ինչ էին անում։ Տանջում էին, ծաղրում էին, փայտով հարվածում էին, տանում էին խաչելու, ձեռքերին մեխեր էին մխում, հայհոյում էին։ Ինչ էին անում, ասում հայր ների սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում, չեն հասկանում ինչ են անում։ Արդյոք մենակ դու կարաս ասես, դե Տեր Հիսուսն էր, ինքը ուժեղ է դեսերով, մենք էլ իրապես չենք կարալ, նախ կարանք լինենք, գրված է, որ մենք պիտի իրան նմանենք, երկրորդ օրինակը նայենք, Գործք առաքելոց 7-րդ գլուխ, Ստեփանոսը, Գործք առաքելոց 7-րդ գլուխ, Ստեփանոսը այն 7 ծառայողներից մեկն էր, որ սեղանների վրա հաց էր մատակարարում, այսինքն ինքը անգամ քարոզիչ չէր, ինքը սովորական գթության ծառայող էր, որ սովածներին հաց էր տալիս։ Եվ տեսեք Ստեփանոսին տանում են ու քարկոծելու,
եւ քարկոծում են եւ 57-րդ խոսքը կարդում ենք եւ քաղաքից դուրս հանելով նրանք քարկոծում էին եւ վկաներն իրենց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մոտ, որ Սողոս էր կոչվում, Պողոսն էլ ընդեղ էր, որ հետո Պողոս դարձավ, Սողոս էր անունը, եւ քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր եւ ասում, իրանք քարերով, դա շատ դաժան տեսարան է, քարերով խփում են մարդուն այնքան մինչեւ մահանա, հետո այդ քարերով էլի շարունակում են խփել մինչեւ քարակույտ երևա եւ մարմինը չերևա, սա շատ դաժան տեսարան, հիմա քարերով խփում են, մարդուն սպանում են, իսկ մարդը աղաղակում է ու աղոթք անում, Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին, եւ ծունկ դրեց եւ բարձր ձայնով աղաղակեց, Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց, եւ այս ասելով ննջեց, եւ Սողոսը կամակից էր նրան սպանվել։ Տեր, իմ դեմ են չէ, ինձ են չէ սպանում Տեր, խնդրում եմ քեզ, մեղք մի համարի, սա Ստեփանոսն էր, ինչքան բան ունենք մենք սովորելու, նույնը Մովսեսը, նույնը Պողոսը Հռոմեացիների 9-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է, ես իմ կյանքը կտամ մենակ իմ հայրենակիցները փրկվեն, ճանաչեն այս լույսը, որ ես եմ ճանաչել։ Դու այսօր ընտրություն ունես դժգոհել եւ չարախոսել, որտեղ իրականում դժգոհելու եւ չարախոսելու ճիշտ հիմքեր կան։ Քո գուցե ընտանիքում էլ, գուցե քո աշխատավայրում էլ, գուցե քո երկրի մեջ հաստատ կա, այնքան բան կա բողոքելու, որ նստենք, անընդհատ կխոսանք, ջան կասենք, ջան կլսենք։ Լիքը բաներ կա, որ դու ճիշտը կարաս ասես, բայց չարախոսելով։ Քո հարևաններից, քո եկեղեցու անդամներից, ճիշտ բաներ։ Բայց կարաս նաև ընտրես գոհանալը եւ բարեխոսելը։ Որն ենք ընտրում, բարկությունը, չար խոսքերը, դժգոհելը, թե ներելը, զիջելը եւ բարեխոսելը։ Որն ենք ընտրում, սիրելիներ։ Ես ընտրում եմ Տեր Հիսուսին նմանվելը։ Ես մերժում եմ սատանային նմանվել, ես չեմ ուզում իր հետ ոչ մի առնչություն ունենամ, ես չեմ ուզում ինքը իմ մեջ ինչ-որ բան ունենա, որ գա մտնելու, Աստված ասի դու գործ չունես ստեղ մտնես, ինքը ասի ոչ չունեմ, հələ նայ այնտեղ չարախոսություն կա, գալիս եմ իմ չարախոսության հետևից, տես ինքը ինձ ուզում նմանվի, դու ինչ ես ինձ արգելում, տես ինքը ամաչում է քո անունը դավանի, տես ինքը այնպիսի կյանք է ապրում, որ մարդիկ նայելով չեն ուզում հավատացյալ դառնան, ես ուզում եմ, որ սատանան գա այստեղ վնասելու, Տեր Հիսուսը մի բան ասի ինքը ինձ է պատկանում, ինքը թեկուզ լիքը թերություններ ունի, բայց ինքը ուզում է ինձ նմանվի, եւ ես իրան օգնելու եմ, այո գուցե հիմա ինքը լիքը թերություններ ունի, բայց ինքը ուզում է փոխվի, սատանան իշխանություն չունի այսպիսի մարդուն մոտենալու համար, հավատացեք, մեզանից մի բան է մնում, մենք ցանկանում ենք Տեր Հիսուսին նմանվել, բարեխոսության մեջ, հեռացնելու ենք չարախոսությունը մեր շուրթերից, երբեմն դու քեզ կբռնես, որ արդեն դրա մեջ ես, որտեղ անկախ քեզանից ընկնում ես դրա մեջ, չես, բայց հենց բռնես, խնդրում եմ քեզ, ինչ պիտի անենք, խոստովանենք, ապաշխարենք եւ դավանենք, ասենք Տեր, թեկուզ էլի ենք այս ցեխի մեջ, բայց դու ինձ մի օր տանելու ես այնտեղ, որ ես այլևս չարախոսության հետ ոչ մի բան չեմ ունենալու, դժգոհելու եմ, ոչինչ չեմ ունենալու, իմ լեզուն չի տրտնջալու, ինչ նեղության մեջ էլ ես լինեմ, չեմ բողոքելու, որովհետև դու բարի ես եւ քո ողորմությունները ինձ բավական են Տեր, ինչ արել ես, քո որդուն ես տվել, ոչինչ դժվարություններով էլ կանցնեմ, ոչինչ թող սրանք ինձ չհասկանան, ոչինչ թող նեղեն, նեղացնեն էլ, ոչինչ Տեր, ես միտքը գոհանալու բան ունեմ, որտեղ դու կաս իմ կյանքում։ Բարեխոսում ենք, հեռացնում ենք չարախոսությունը, եկեք կանգնենք աղոթքի։
մեր զորավոր Տեր, մեր փրկիչ, մեր օրինակ, մեր հերոս, մեր թագավոր, մենք քեզ ենք ուզում նմանվել։ Մենք քեզ ենք ուզում նմանվել, Տեր։ Այո, բարեխոսներ բարձրացրա, Տեր, որ բարեխոսենք իրար համար, Տեր, որ հավատքի մեջ չթուլանանք։ Բարեխոսներ բարձրացրա մեզանից, որ բարեխոսենք, Տեր, մեր քաղաքի ու մեր երկրի համար, մեր ընտանիքների համար, Տեր, մեր շրջապատում այն մարդկանց համար, որ դեռ մեղքի կապանքների մեջ են, Տեր, որ բարեխոսենք, Տեր, սատանայից կապվածների համար, որ բարեխոսենք, Տեր, քո դեմ թշնամություն անողների համար։ Իմ Աստված, որովհետև դու բոլորին ես սիրում, տուր որ սիրո մեջ էլ քեզ նմանվենք, Տեր։ Քահանայական իշխանություն ես տվել մեզ, բայց մենք կարիք ունենք սրբվելու, որպեսզի քո առաջ կանգնենք, խոստովանությամբ և դավանությամբ, Տեր, օրհնյալ և փառավոր Աստված։ Իմաստություն տուր, որ իմ քույրերն ու եղբայրները, որ լսում են այսօր այս խոսքը, երբեք ու երբեք սատանայի գործը չվերցնեն ու անեն, Տեր։ Չարախոսությունը հեռացրու, տրտունջը հեռացրու, դժգոհությունը հեռացրու, Տեր։ Քո հոգին բնակվում է խոնարհ սիրտ ունեցողի հետ, գոհության և փառաբանության մեջ է բնակվում։ Տեր, ուզում ենք ամբակումի սիրտ ունենանք, որ ասում էր, թեև այգին իր պտուղը չտա, թեև փարախում ոչխար էլ չմնա, թեև թզենին չծաղկի, պտուղ չտա, թեև ոչինչ էլ չունենամ, գոհանալու եմ իմ Տիրոջից, ցնծալու եմ իմ Տիրոջով, որովհետև ես ունեմ մի բան, որ ոչ ոքի հետ չի համեմատվի։ Ես ունեմ մեկին, ով արարիչն է ամենի։ Թեկուզ իմ կյանքում փոթորիկներ կան, ես քեզանով ցնծալու եմ, Տեր։ Ես իմ խոսքերը չարախոսության չեմ վերածելու, Տեր, չեմ դժգոհելու, չեմ բողոքելու, խոստովանելու եմ իմ հանցանքները քո առաջին և քո ծառաների առաջին, Տեր, մարդկանց առաջ դավանելու եմ քո սուրբ անունը, չեմ ամաչելու, Տեր իմ Աստված, թող բոլորը իմանան։ Եթե հալածանք պիտի գա դրա պատճառով, օրհնյալ լինի այդ հալածանքը, դրա մեջ էլ եմ գոհանալու քեզանից, Տեր։ Եթե շատերը երես են թեքելու ինձանից, օրհնյալ լինեն իրանք, աղոթելու են, որ իրանց մեղք չհամարվի դա, Տեր, բայց դա ինձ հետ չի կանգնեցնի, Տեր։ Դավանելու եմ քո անունը, դավանելու եմ նեղության ժամանակ, դավանելու եմ տկարության ժամանակ, դավանելու եմ դժբախտության ժամանակ, դավանելու եմ ամեն ժամանակ, որ իմ Տերը ազատող և փրկող է, որ իմ Տերը ինձ հանելու է այս փոսից, որ իմ Տերը հանելու է մարդիկ, նայեք ու տեսեք հիմա ես որտեղ եմ, ես դավանում եմ, որ ես հավատք ունեմ, որ ես այստեղ չեմ մնալու, իմ Տերը հանելու է ինձ այստեղից, և դուք տեսնելու եք, և դուք փառավորելու եք այն Աստծուն, որ ես պաշտում եմ, ես դավանում եմ։ Եթե անհանգստություն կա իմ սրտում ինչ-որ մեկի հանդեպ, ես դավանում եմ, որ իմ Տիրոջն եմ հանձնում այդ անհանգստությունը, Տեր, հոգս չեմ անում, Տեր, դու հոգ տար։ Թե ինչ-որ հիվանդություն կա, ես դավանում եմ, որ իմ Տերը ինձ ազատելու է սրանից։ Եթե չազատի էլ, ես գոհանալու եմ, բայց դուք տեսեք մարդիկ, Տիրոջը հավատացողի և չհավատացողի տարբերությունը։ Դուք կտեսնեք մարդիկ, Տիրոջը ծառայություն անողի և չանողի տարբերությունը։ Հավատարիմ Աստված, և ես բարեխոս եմ լինելու իմ երկրի համար, բարեխոս եմ լինելու շրջակա ազգերի համար, բարեխոս եմ լինելու իմ ընտանիքի համար, բարեխոս եմ լինելու իմ եկեղեցու համար, բարեխոս եմ լինելու հոգևոր իշխանությունների համար,
այս երկրի կառավարության համար, բարեխոս եմ լինելու քաղաքի իշխանության համար, Տեր, ես քեզ եմ ուզում նմանվել։ Եվ իմ հանդեպ մեղք գործողներին խնդրելու եմ, որ մեղք չհամարես Տեր։ Օրհնյալ, օրհնյալ, օրհնյալ եւ փառավոր Տեր, քո հոգին ուղարկիր հիմա։ Փոխիր մեր սրտերը, ահա մենք ուզում ենք փոխվենք։ Մենք ուզում ենք այս քարոզի պես ապրենք, Տեր։ Օգնիր մեզ քո հոգով եւ զորացրու։ Հալելույա։ Արժանա մեր Աստված, մենք երկրպագ ենք իրեն։